Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ 6 տարի է բարձրաձայնում ենք։ Սրանից մեկ ամիս առաջ, երբ որ ԱՄՆ փոխնախագահը եկել էր, եկակ եւ կոնկրետ պահանջներ ներկայացրեցիք, հաստատեցին որևէ արդյունք չկա, ով չի աշխատում, ով ինչ չի անում, ինչ ակնկալիքներ Ոչ մեկն չի աշխատել, ոչ մեկն է պետք չէ որ աշխատի։ Պարոն Ղուկասյան, ներողություն եմ խնդրում, Դա Ղուկասյան ակնկալիքներ, որ ոչ մեկ չի աշխատում, օրինակ ԱԱԾ տնօրենի։ Չէ, պետք է աշխատեն, չէ, ես չեմ հանդիպել։ Հատկապես նոր տնօրենի ես հանդիպում չեմ։ Չեմ ուզում։ Չունեմ, սպասելիք չունեմ։ Չունեմ, հիմա այդ հանձնաժողովի անդամ եմ եղել այդ միջգերատեսչականի տեսել եմ, որ ոչ մի բան չկա, մենակ սոցիալական հարցեր է լուծվում, ուրիշ հարց չի լուծվում։ Սա էլ տեղից չի շարժվում։ Այս հանքանիչ հանձնաժողովի անդամ էլ պետքա լինեի։ Անունս հենց այն սկզբանե ծնողների բանով որոշված էր, որ ես պետք է լինեի տեղ։ Բայց եկավ առաջին նիստը եղավ, ես კი խաբարել չելա, որովհետև նիստ անելու։ Արանքում ակուրատին սիրուն գեղեցիկ ձևով ֆուկ արին։ Որտեվ գիտեի, ես չեմ լռելու, ես խոսալու եմ, ես պահանջելու եմ։ Ես կային երկու հոգի կային, իրանք էլ երկու նիստ գնացել են, երկու նիստ հետո էլ չեն գնացել ու վերջի հանդիպումը որ ստեղ եղավ, որ Անդրանիկ Քոչարյանը եկավ մոտեցավ պատասխանները տվեց, հարց տվեց հենց Անդրանիկ Քոչարյանը ինչի՞ չեք գալի նիստերին, մեր ծնողներից մեկը պարզ հստակ պատասխանեց գայինք ինչ անեն, գայինք կապիկությունները ձեր նայեն։ Հիմա 6 տարի հաստատի ծնողները, այդ ու նաև լրատվամիջոցները, որոնք պարբերաբար կողքին են եղել ձեր յուրաքանչյուր խոսքը տեղ են հասել, 6 տարի հարցերին լուծում կոնկրետ պատասխաններ չկա։ Այսօր ինչ ակնկալիք։ Եթե ինչ էլ այսօրվա դրությամբ ասենք այդ դավաճան անձանցից մարդիկ կան, որ այսօր կրում են պատիժ, մեկը հենց էլի անմիջական մեր ծնողների էլի ջանք ու եռանդ նայել է, որ այդ մարդը ստանա իր արժանի պատիժը, թե չէ որ այդ դրան հետևից էլ չեթայինք, էդ էլ չէր ելնելու։ Իսկ ինչ մնում այս մնացածին տենում ենք, էլի ինչ են արել, ումն են արել։ Այս դավաճանները այսօր ասենք այնտեղ դավաճանել են, այսօր եկել են պաշտոններ են զբաղեցնում։ Չէ, ես այդներ ոնց կարամ տալ։ Ես գիտեմ, բայց ես չեմ կարող։ Այդպես բարձրաստիճան սպայական կազմը Արցախի պաշտպանության բանակի։ Ջալալ Հարությունյանը Վարդաշենք։ Ջալալ Հարությունյանը դատվել է այն մի դրվագով։ Ու օլի շովա դել դատվել։ Ով թող մեկին ցույց տան ով է դատվել։ Ես չեմ իմանում։ Լավ, դուք ի վերջո, պարոն Ղուկասյան, 6 տարի շարունակ ծնողներից շատերը հասկացել են, որ իրենք խաբված են։ Դուք ումից եք փախված եւ Նիկոլ Փաշինյանի իշխանությունից ինչ ակնկալիք։ Ոչ մի ակնկալիք չունեմ, ոչ Նիկոլի իշխանությունից, ոչ էլ ընդդիմությունից չունեմ, որտեղ 6 տարի տեսել եմ, որ ոչ մեկն էլ ոչ մի բան չի անում։ Հիմա հարց Այսքան տարի էլ սպասել ենք այս քննիչ հանձնաժողովի եզրակացությանը։ Մեզի խոստացել են, որ եզրակացությունն ելնելու է, մեզ ասելու են, մենք իմանալու ենք այդ ամեն ինչի մեղավորները ովքեր են, ու իրանք ստանալու են իրանց պատիժը։ Ինչ եղավ։ 25 թվականի սեպտեմբերին աշխատանքը հայտարարեցին ավարտված, ելի ենք սպասում, որ ինքներ խոստացավ, ասեց անպայման մենք զեկույցը կանանենք։ Արեց չարեց, հետո իմանում ենք 2 ամիս վրենացնում է, հոպ առանց ոչ մի խաբարի գնացել է ազգային ժողով, արխիվացվել է, գաղտնիազարդվել է ու վсё, պերս։ Այդ ինչ է նշանակում, ես այդ եմ ուզում հասկանամ, հարգելիներս, այսքան տարի մենք սպասել ենք, որ իմանանք ով էր մեղավորը, մեր երեխեքի, մեր տղեկի զոհվելու մեղավորն է, իմ աղբոր, ես ուրիշինը չեմ խոսում։ Իմ աղբերը, որ զոհվել է այդ բարդակը, որ տիրել անդե, ում մեղավորությունն է եղել այդ բարդակը, էդի զինվորը չէր էլի այդ բարդակ շինող, այդ բարդակ շինողը իրաց հրամանատարներն էին։ Այս 6 տարիների ընթացքում դուք այդ հարցի պատասխան։ Չէ, չենք ստացել, ինչ են ասել, այսքան վաղ ինչ են ասել, թող մեկն ու մեկին ասեն, այս ինչը դատվել է, այս ինչ գործողությունները սխալ կառավարելու կամ այս ինչ գործողությունները սխալ մարտավարություն անելու պատճառով, որը բերել ասենք այսքան զոհի, այսքան վիրավորի, այսքան անել կորածների հետևանքը դա է։ Մի հատ գործ են էնել էլի իմ քանի անգամ բազմաթիվ էլ ասում եք անուն եմ տալի, Արուստամյան Կարեն անուն եմ տալի։ Անուն եք ուզում։ Բաժալստը, մինչև այնքան ասեցի, նոր գործը հարուցեցին, մինչև հարուցեցին Արուստամյան Կարենը փախած արդեն։ Լավ, հիմա ձեր գործողությունները ինչ են լինելու։ 6 տարի շարունակ պարբերաբար բարձրացնում եք։ Այդ Արուստամյան Կարենով չէ պրծնում է։ Լիքը կան, այսպես վերևից ներքև կան լիքն է։
Թող հիմա քնիչ հանձնաժողովի բա գործը ո՞րն է ել։ Ուզում եմ դուք էլ ինձ ասեք, ես եմ չեմ հասկանում։ Քնիչ հանձնաժողովը ի՞նչն էր քննում։ Պատերազմի հետևանքները։ Այդ հետևանքներն ասեն ինչ եղավ, չի ելավ ու մեղքով եղավ։ Ուրիշ ավել բան չենք ուզում։ Հիմա հավիճուտ չենք տվել, տղեկ ենք տվել, կարքին տղեկ, առուս տղեկ, որ իրանց այդ 18-20 տարեկան հալներով 44 օր 3 բանակի դեմ կռիվ են տվել, որ այսօր մեզ էլի փորձում են պատերազմով վախեցնել, պատերազմ եք ուզում մենք այն պատերազմը կկրեինք, եթե տղեկին չդավաճանեին։ Այդ տղեկը, որ այդքան 1500 հոգանոց Ջաբրայելի զորամասի վրա 10,000 հոգի զորք է եկել, 2 կորպուս, 84 միավոր զրահտեխնիկա, նայեք քանիսն է խոսվել, ինչքան զոհեր են տվել, այդ տղեկն են կռվել։ Հիմա էլ պատերազմ եք ուզում, պատերազմով է սահտալի, ես չեմ ուզում պատերազմ, ես այդ պատերազմից ուժացնեմ, ես եմ հարազատ Կորցետանից 2 հոգի, ես չեմ ուզում, բայց չեմ էլ, եթե լինի հարցը ընտրության առաջ կայնելու, ասենք զենքը ձեռդ պատվով մեռնես, թե եթաս տունդ քո համար նստես, թուրքը գա տանդ մեջ ընտանիքիդ վիզը կդրի, չէ ախպեր, ավել լավ է զենքը ձեռս կմեռնեմ, թուրքի չեմ, ինչա, բա էդի չի տանում, այսօր ասում եք իշխանություն, չգիտեմ, ինչ սպասեմ սրանցից, որ այսա 500,000 թուրք գալու է լծվի Հայաստան, այդ սպասեմ, դե հիմա այդ ամեն ինչի ասում եմ, տվեք մեզ դավաճանների անունը, արեք մի հատ մեր բաղջենք, խախտնենք, մեր մոլախոտը հանենք, վերացնենք, մեր բաղջեն սարքենք, մաքուր անարատ բաղջա, նոր հետո անցնենք այն մնացած հարցերին, հլը մեր մեջի դավաճանները շնից շատ են գելից քիչ, ընդեք վաղը կռիվելա վելի կպարտվենք, բա ինչ կանենք 1000 հատ դավաճան կալը մեջներս։